Շիկ։ Ադեմի արա էլի։ Վեր կաց այդ եղա, վեր կաց ասում եմ, ջուրը մնաց, օր անցավ, մինչև դաշտ հասնես, հերթը կասնի։ Հազար անգամ ասել եմ, ինձ ջրով մի հանի։ Թամբալ ես էլի թամբալ, արմոտ եղա, ես անգամ էլ հանգարց, ջուրը ձեռներից ես բաց ենք թողել, չէ, բերքի ես չեք տեսնի։ Հա, հելա, լավ, հետը։ Վեր կաց ասում եմ։ Ադե ասեցի հելա էլի բա։ Արագ ասում եմ, շուտ արա։ Էլի։ Պոստանը բնած։ Ես քեզ մարտասուղեն են ինչն եմ ասել, հա։ Misakeri! Misakeri! Այսով այս գիշերվա կեսին։ Լսյան խելար Արմոնը ասում է չէ մի արի, մա ինչ են կանելու արդյոք։ Բա ինչ անենք, քանի օր է քեզ շեյտեցել են չել դիմանում։ Ինչ ուզում ես գիշերվա կեսին։ Լսի գնա էլի, ես կասեմ եկել էր ուղղակի ինձ բան փոխանցելու, հիմա գնա արդյոք խնդրում եմ։ Դե ես կփոխանցեմ քեզ, Արտյոմ։ Լավ, եղավ։
Արմու ինչ ա եղել։ Տեսել ես ժամը քանիսն է։ Հերետ տունն է, Հա տուն նոր պիտի լինի ես գիշերվա կեսին։ Ասում եմ տեսել ես ժամը քանիսն է։ տեսել եմ։ Հայ տղա, ինչ ես ձենդ գլուխդ գցել։ Կարինը ինչ ա եղել։ Դու ինչ ես ներքև իջվել ես գիշերվա կեսին։ Գալիս եմ, պապ ջան։ Լարա չար։ Ինչ ա եղել Արմո։ Դե ժամին նայել ես։ Տեսա, որ ավտո կա կանգնած, մտածեցի հյուր ունես, քնած չես լինի։ Դե ուզում եմ ասեմ գնում եմ հողամասը ջրեմ, կարամ քոննել իմի հետ ջրեմ, էր իմս երկու մարդ բանա։ Ինչ ավտո։ Ու շատ իր չէի, բայց ոնց որ են թույն արշակի տղեն էր։ Թույն արշակի տղեն ինչ գործ ունի ստեղ ես գիշերվա կեսին։ Բայց ես ինչ իմանամ, Կարինեն էլ հետը կանգնած խոսում էր։ Ինչ ես ասում, ջրում եմ, թե չէ։ Չէ, պետք չի։ Ես իմ հերթին կջրեմ։ Գնա գործիդ, գնա։ Կարինե։ Կարինե։ Այ տենց։ Կարինե։ Բայց դե կարող է Կարինեին բան ասի, մեղք կա։ Դե ես մեղք չեմ, ինչքան կարամ այսքան դիմանում։ Ով էր այդ խելառը, հա? Այս գիշերվա կեսին ինչ էր ուզում։ Ես ինչ ոտ։ Ես ինչ ոտ։ Ես трика. Որ իմանամ ով արի կսպանեմ։ Զրոդինալ 19 մեքենայի վարորդ, աչընդունեք կագնեք։ Դու էիր պակաս։ Էլ դրավոտը չտեսնեմ ստեղ։ Մինչև չնշանվեք էլ ոչ մի հանդիպում։ Էդ էր մնացել, որ գյուղացիք ասեն Միսակի աղջիկը գիշերով տղերքի հետ է հանդիպում։ Տղերքի չէ, պապա։ Արտյոմի։ Աղջիկ ջան, դու գյուղացիք ինչի գիտես։ Քանի նշանված չեք, Արտյոմը նրանց համար տղերք է։ Միսակ ջան, այդ տղեն էլ մեղավոր չի։ Սիրտը չի դիմանում։ Սիրող սրտեր են, ուզում են իրար տեսնեն։ Դիմա վախենում են քեզանից, ինձանից։ Ես գիցերեկով համաձայն չեմ, որ մինչև նշանվելը նրա հետ հանդիպի, ինքը բռնում գիշերով է տեսնվում։ Լավ էլի Միսակ։ Տեսնել էր ուզում, թող ցերեկը գար, խնդրեր, սիրտը շայր, ես էլ կարող է թողնել։ Հա ես ասում եմ լավ բան են արել։ Ես չեմ ասում լավ բան են արել, բայց ու քեզ էլ լավ գիտեմ։ Դու լուն ուխտ ես սարքում։ Մոռացել ես, հա։ Մոռացել ես ոնց ես գիշերներ անցկացրել մեր տան 4 բոլորը պատտվելով։ Ծիրանի ծարի վրա ես անցկացրել։
Մոռացել ես, կես խոսքինց հետ խոսելու համար քիչ էր մնում պարաշուտով իջնեի մեր բալկոն։ Բայց ինչի չէիր սպասում, որ առավոտը գար, հա? Թե քոնը սիրտա իրանցը չէ։ Դե լավ, էլ քեզ մի երևակայի։ Համել օղորմած հոգեաներս մի քիչ խելառ էր։ Նրա համար գիշեր ցերեկ չկար։ Հրացանն առնում էր ու ընկնում մարդկանց հետևից։ Իմ հերը խելար չէր։ Ուղղակի մի քիչ ջղային մարդ էր։ Նա չէր սիրում, որ իր ծիրանի ծառերը կոտրատում են, այդ դրա համար էլ վախացնում էր։ Հա, բա ոնց, վախացնում էր։ Այն Եգորի տղուն, Արտուշին այնց վախացրեց, որ խեղճը մինչև մի չոլախաման գալիս։ Դու շատ էլ լավ արեց։ Ինչ էր բարձրացել մեր ծիրանի ծառը։ Իրանք ծառ չունեին, թե ուրիշինը քաղցրա։ Դե երեխա էր սիրտը մի երկու ցոգոլ էր ուզել։ Բա էլ ոնց կլներ։ Դրա համար ծառից գցում են։ Այ քեզ բան, սիրտը ցոգոլ էր ուզում, թո մարդավարի ասեր, կարողա հերս չտար։ Դրա համար կրակում են մարդու ոտին ու հաշմանդամ դարձնում, հա։ Հորդ բան չունեմ ասելու, բայց դե մի քիչ խելար էր։ Այդտեղ ես քեզ չասի, հորս խելար չանբանես։ Իմ հերը օդ էր կրակում։ Էնի որ ծառից ընկավ ոտքը կոտրեց մենք չանենք։ Համել չենք իմանում, ցոգորի համար էր բարձրացել, թե մտքին ուրիշ բան կար։ Ցոգոլի ծառի վրա ուրիշ բանի համար էլ են բարձրանում։ Բա դու ինչ էր բարձրացել ծառը։ Հատկապես ծմռանը։ Ուրեմն ցոգոլի համար չէր, հա։ Ուրեմն ես էլ չոլախ Արտուշն էլ նույն բանի համար ենք ծառը բարձրացել, հա։ Ուրեմն ինձանից բացի քեզ ուրիշ ուզողել է եղել, հա։ Աղանի։ Թե դու այդպիսին ես եղել։ Այ Միսակ ջան։ Իմ ապրած կյանքը էլ ինչ իմաստ ունի։ Միսակ ջան, ես ինչ ես ասում։ Էլ ես ոնց ապրեմ։ Ինչի համար ապրեմ։ Ախր Միսակ ջան, դու ինչի չես հավատում, որ ես այդ չոլախի հետ կյանքում մի բար փոխանակած չկամ։ Ես ասում եմ կարող այլ այդ ցոգորի համար գնացել ոտքը նահատակ արել։ Միսակ։ Թող։ Միսակ։ Վայ աղավնի աղջիկ ես ինչ բերեցիր դու մեր գլխին, Միսակ, հերդ խելար, մարդդ խելար, դու այդպես էլ չսովորեցի դրանց հետ խոսելիս լեզուտ բերանումդ պահես, բա որը մի գնամի, ու իմ բերի գլխներիս, Լեյտենանտ Թումանյան, ներկայացեք փաստաթղթերը։ Վերցեք։ Բարի ճանապարհ։ Մեկ էլ գոնե մեկ լողացեք, հա։
Քաղաքացի վարորդ։ Արտեմ, ես նոր ես տուն գալիս։ Չէ, պապ, դուրս եմ գալիս, գործ ունեմ։ Լուսը նորա բացում ինչ գործ է ժամին։ Դե, պապ ջան, զվարթնոց եմ գնում, ընկերոջս դիմավորեմ։ Դե լավ գնա, շուտ կգաս, այսօր ապրանք ենք ստանալու։ Եղավ, պապ ջան։ Ահա, ինչ է ուզում ասեմ։ Այն օրը, որ պլակատներ եք կպցնում, ամենաշատը ով էր ինձ դեմ խոսում, այդ Սամսոնը, հա։ Հա, էլի, այդ խանութին, մնացածին է սրում էր կոդեմ։ Ուրեմն Սամսոնը, հա։ Հլա այդ ուտով ուրացող շանը, չես տեսնում։ Լավ, տղա ջան, դու գնա, ես դրա հարցերը գեղարվեստական կարգով կլուծեմ։ Բարլուս աշխար, օրը բարի լինի, այսօր ջուր եմ արել, հոգնած եմ, երկար չեմ ասի, բայց դե գիտես, որ բարի չեղար ինչ կանեմ, չէ? Իա, քեզ ինչ եղավ ախպերս, գնամ տուն, Նանջան, ոնց ես։ Վատ։ Ամբողջ գիշեր աչք չեմ կպցրել։ Ինչի, շոկ էր, թե մի տեղը ցավում էր։ Այսօր վատ օր է։ Համելեն խելառը ամբողջ գիշեր մի հատ չկրակեց։ Չկարեցա քնեմ։ Ադե նանջան, կրակում ա բողոքում եք, չի կրակում, էլի եք բողոքում։ Այսօր անդուր օր է, լիալուսին է։ Ինչի նանջան, լավ էլ ուր է։ Հա, մի քիչ գործերը շատ են, բայց ոչինչ։ Այսօր քաղաքից հյուրեր ունեմ։ Իրիկունն էլ ժողով է։ Քաղաքից եկածներից լավ բան չսպասես։ Չէ, նանջան։ Երկու ջահել տղերք են։ Հավել խելացի կարդացած մասնագետներ են։ Գյուղացիները հետ պիտի բացատրական աշխատանք տանեն։ Կաթիլային ջրել պիտի սովորացնեն։ Մի փոր հացը 1000 չռած աչք է փակում։ Հասկացա, Նանի ջան։ Այսօր իրիկունը դրանց կբերեմ մեր տուն։ Մի կտոր հաց կուտենք, դու էլ մի հատ լավ կտնտղես։ Տեսնես այդ ինչ մասնագետներ են։ Ես ով էր։ Արա թույն արշակը չի։ Հա էլի։ Բարև Սամսոն։ Բարև Արշակ ջան։ Չճանաչեցի, գիտես հարստանալու ես։ Իմ հարստանալը իմ շնորհքից է կախված, ոչ թե քո ճանաչել չճանաչելուց։ Իսկ այ քո ճանաչել չճանաչելուց քեզ վերաբերող ահագին բան է կախված։ Էդ ի՞նչ է կախված։ Մի տեսակ ջղայնացած է սերվում Արշակ ջան։
Ճիշտ էլ տեսնում ես Սամսոն, ջղայնացած եմ, ավելի, շատ ջղայնացած եմ։ Ուրեմն 3 առաջ օրը իմ տղեն ու ապագա հարսիկը բերում են իմ նկարը քո խանութի պատին են կպցնում, դու հերիք չի փոքում ես չես թողնում, լավ մի բան էլ ես խեղճ երեխեքին ամաչացնում ես ու խայտարականում, գեղի պարապսարապներն էլ վրները հաչացնում։ Ինչ այ հոգուտ մատաղ Արշակ ջան, ինչ քեզով է տենց բան ասել, տենց բան չկա։ Ես հիշում ես, չէ՞։ Հա, բա ոնց չեմ հիշում։ Մինչև կյանքիս վերջ քեզ երախտապարտ եմ Արշակ ջան։ Դու որ չլներ, ես խանութ չի ունենա ու տունս էլ վաղուց արդեն ծախած կլնեի։ Հասկանում ես, չէ՞, որ եթե ես այդ փողը հենց հիմա ուզեմ, դու սննկանալու ես։ Հա, բայց Սպասի Սամսոն։ Հասկանում ես, չէ՞, որ ես համիրավական իմաստով համելիմ ու երեխեքի հանդեպ այդ օրվա քո արածից հետո բարոյական իմաստով իրավունք ունեմ իմ փողս հետ ուզելու։ Արշակ ջան, բայց ես այդ փողը իմը չեմ կարող քեզ տալ։ Ես հիմա կուզեմ այդ փողը թե հետո դա քեզանից է կախված։ Արի պարզ խոսենք Արշակ ջան։ Եթե ես հիմա Կարայանին չպաշտպանեմ, ինքը հետո քթիցս կբերի։ Եթե Կարայանը հետո քթիցդ կբերի, ապա ես այդքան բանը հենց հիմա կարամ անեմ։ Տարբերությունը զգում ես։ Արշակ, ուզում ես տունս քանդես։ Որ սնանկացա քո օգուտը ո՞րն է։ Սենց աշխատում եմ մանր փակում։ Չէ, Սամսոն, չեմ ուզում սնանկանաս, բայց այդ մենակ քեզանից է կախված։ Եթե չարեցին այնպես ոնց որ ես կասեմ, ուրեմն հետո ինձանից չնեղանաս։ Կարայանին թողնելն ու քեզ պաշտպանելը ինձ համար ինքնասպանություն է։ Պետք չի որ ինձ պաշտպանես։ Բա ինչ ես ուզում։ Ինչ եմ ուզում։ Կասեմ ինչ եմ ուզում։ Իրիկունը պասպորտ, ինչքան փաստաթուղթ ունես, բոլորը կհավաքես, կգաս մեր տուն, կասեմ ինչ եմ ուզում։ Վարչո ջան, Ասախ բես։ ես մի կենաց եմ ասում։ Հա։ Ու հորից սա ժառանգություն մնաց։ Հա։ Ուրեմն միջահել տղամ։ Հա։ Սիրահարվում մի շատ սիրուն աղջկա է։ Լավ է։ Ու այնքան շատ է սիրում այդ աղջկան, որ առանց նրան թվում է կյանքը դժոխք։ Ու այս աղջիկը նույն կերպ պատասխանում է նրա սիրուն։ Խոսքով տղան մի օր ամուսնության առաջարկ է անում։ Հա։ Աղջիկը համաձայնում է։ Հա։ Ու պատասխանում, որ կամուսնանա մենակ պայմանով։ Հա։ Որ այս տղեն Հա։ տարին մի օր պիտի իրեն թողնի, որ ինքը մենակ գնա անտառ ու հետ գա։ Բայց այդ տղեն չպետք է հետևա իրան։ Ու չպետք է իմանա, թե իր կողակիցը ուր է գնում։ Այդ աղջիկը մենքը ծորն է եղել հաստատ։ Այդ աղջիկը ուր է գնում ու ինչ է անում։ Վաչե ջան, դու առաջ մի եկի, հա։ Ասախ բես։ Դու ես տղեն այնքան շատ ասում ես աղջիկը, որ համաձայնում։ Սրանք բարով խերով ամուսնանում են, 20 տարի երջանիկ ապրում են, ու ես աղջիկն էլի ամեն տարի մի օր ըստ պայմանի գնում է անտառ ու հետո գալիս տուն։ Բայց մի օր էլ թե որ սատանան է մտնում այս տղայի մեջ, որոշում է աղջկան հետևի։ Լավ է։ Բավ։ Հոմ հետևում է։ Ու գնում է ինչ տեսնի։ Ինչ պտի տեսնի։ Տեսնում է սիրածի հետ պարկած հմտարանինը։ Չէ, վաչական, չէ։ Գնում է տեսնում,
որ ես աղջիկը անտարի խորքում մի բարակ ծառի մոտ շորը հանում լրիվ օծը դառնում բակ փաթաթվում է ծառին ու մի հատ ուժեղ ֆշացնում հետո ծառից իջնում ելի մարդա դառնում շորերը հագնում գնում տուն հերս ասում էր վաճագան հերս ասում էր ուրեմն խմենք այն կնանիքի կենացը ովքեր տարին մի անգամ են ֆշացնում տանից հեռու ու անտարի մեջ Ողոր մի հորդ, էդ ինչ լավ կենաց ասել ախ։ Շրանիտ մեղունեմ։ Խմի ախպերանш։ Բա։ Էդ էր աստված։ Հետո Արեջ, ոնց որ մելանի գագոնա ու չոլա խարտուշը։ Չոլա խարտուշը ուրեմն հացի պատմությունը իրականում Գագո, կանգնի, այն մի բաժակ բան խմի։ Չէ, պիտի Արտուշի հողը սրսկեմ։ Անուշ արեք, անուշ, մենք գործ ունենք։ Մենք էլ պարապներից չենք։ Եկեք։ Արի։ Գնա մի բաժակ խմեն, գնա։ Գագո։ Հա։ Ջրի միջին արախ կա ձեռիդ հետ բե։ Վահ, ես ինչ արիթա, ձեզ թակ ունել նստել եք։ Բարի օր ձեզ։ Բարի օր։ Ես հո հարսանիքի սեղանա։ Արտուշ ձեր մի առ բաժակդ խմին։ Ահա։ Ահա։ Դե մի ասեք ինչ են խմում։ Առիթ կա թե հենց էնպես։ Հենց էնպես ախպեր։ Բարով տեսանք։ Բարով տեսանք։ Արա բաժակ ընչի կերար։ Պարապեմ քեզ համար հա բաժակ սարքեմ։ Դե զակուսկի արեցի, ես կսարքեմ մի մտածի։ Արտուշ Բաքու քաշած ծիրանի արաղից երբ ենք խմում։ Միսակ ջան, ծիրանի արաղը քաշել եմ, որ բերեմ խմեք։ Իլմիսկսի քաշելին խմենք։ Դու ունես տակնևանց մարդես, որ անցած տարվանից էլ պահած կունես։ Չեմ սիրում գծուս մարդկանց էլի։ Միսակ ջան, դու իմ քցիպությունը որտեղ ես տեսել։ Արաղն ինչա որ ունենամ ու չբերեմ է։ Ասեցի սիրտս խառնում է ու արաղից չի։ Այ կանչեցի, որ այդքան բան ասեմ։ Միսակ, ուզում ես ասես, որ ինձանից զզվում ես, հա? Այ մարդ, կանչեցիր մի բաժակ արաղ հյուրասիրեցիր, որ հետո վիրավոր ես։ Միսակ։ Հենց մի բարձրանում ես հենց իրանի ծառը, ու ես քեզ ցած եմ գցում։ Կուզես ինքը տնգի, կուզես կկարակեմ, նոր կընկնես։ Միսակ ջան, կանտուզյան ես եմ տարել, դու ես կա տարել, ար, վերդի է տանտերը։ Հասկացա, Միսակ ջան, ականջիդ բանմանասող ա եղել, բամբասող ա եղել, բամբասող։
Ու այն մանուկ հասակի դեպքը մեջը դիեռ եկել, հա։ Հենց մի ծառն ես Բարսանում։ Էլ լաչարկանգապես լեզուկ շաղնի դուր։ Դու էլ արտուշ շետակդ մի թրջի, խարաբա, կրակում չի։ Հլա մի րոպե։ Սրանք ուզում են ինձ գյուղում խեղկատակ դարձնեն։ Միսակ, մի անգամ էլ եմ ասում, 12 տարեկանից հետո ես կնոջդ ծուռ աչքով չեմ նայել։ Ճիշտ է, հոր պատճառով չոլախ եմ մնացել, բայց թե եփեր, աղավնուն ես քրոշպես եմ հարգում։ Դու ես այս շանվորդի, որ իմ կնոջը հարգես, հա։ Կրակեց, աշխատեց։ Հա, պապ ջան։ Պապ դեռ ռեյսը ուշացել է, չեմ հասցնի ապրանքին։ Պապ հենց դիմավորեմ մի անգամից կգամ խանութ։ 0919 մեքենայի վարորդ, աճում թունեք կանգնեք։ Լավ, պապ ջան։ Միսակ։ Ծիրանից արբար մի տուր, չաղնա դեյար մի տուր, Ծիրանից արբար մի տուր, չաղները դիրար մի տուր, ամեն մեջ հետ մանգալիս, Դարդերս իրար մի տուր, ամեն մեջ հետ մանգալիս բոլոմ, Օխ, դարդերս իրար մի տուր։ Հիմի ասում եք ինչ եք։ Ոռոգման համակարգի մասնագետ ենք, Նուշիկնան։ Հիմի ձեր խորհուրդը իմ գյուղին որն է։ Այդ երկար պատմություն է, Նուշիկնան, 2 բառով ոնց ասեմ։ Չարչին։ Մի շաբեր թելու ասեղ հետը ման չի տալիս, բայց թե ուզողը լնի, երկուսն է կբերի։ Ինչ ես է ասում, Նան ջան, բան չենք հասկանում։ Ուզում ասի, որ ինքը չի վռազում, երկար պատմեք։ Լավ, իմ խորհուրդների իմաստն է, Նուշիկնան, որ այդ խողովակների համակարգով ջուրը գա ու կաթա բույսի արմատին։ Ձեր ծախսերն կքչանան։ Հա։ Հիմի այդ խողովակները հողում են աճում։ Չէ, Նան ջան, խողովակները խանութից ես առնում, փողով։ Հասկացա։ Գյուղացիներին կասես այս տարի փող ցանեն։ Նուշիկնան, ձեռ ես առնում, հա։ Ինչի՞ է ձեռ առնում։ Ձերդ ասած ցանցերը թանկ հաճույք են։ Գյուղացուն հիմա ուր է փող, որ կաթիլային ցանց սարքի։
Վարկով, ամբողջ աշխարհի գյուղատնտեսությունը հիմա բանկային համակարգով է զարգանում։ Թե դուք այդ վարկի մասին լսել եք մենակ տեսականորեն, մենք արդեն քանի տարի է գործնական դրա տոկոսի տակ ենք։ Տղա ջան, դուք որտեղից գիտեք, որ մեր գյուղը վարկով է զարգանում։ Նան ջան, ինտերնետից, ժուրնալներից, հեռուստատեսությունից։ Մեն ենոքին ասա թող էշին բերիստեղ։ Այնան ջան, հիմա ենոքի էշի վախտնա, ենոքի էշի ինչ ես անում։ Ասեցի ենոքի էշին բեր։ Լսի, եթե ինչ-որ բան ա եղել, դու ինձ ասա։ Հիմա մարդ ես, կարող է ես քեզ օգնում եմ։ Դե շալվարս, պարոն լեյտենանտ։ Ճիշտ ասած ինչ որ մեկը ուզեցել է վատություն անի ու հիմա ասենց հիմար վիճակի մեջ եմ հայտնվել։ Ես էլ չգիտեմ ինչ անեմ։ Տունն էլ հարմար չի որ գնամ, նշանացել են տեղը սպասում, պարոն լեյտենանտ։ Մի խոսքով չգիտեմ ինչ անեմ։ Բայ, ասես նշանացել սպասում, Դե բա ինչ անում, եթե ակտ պիտի գրես շուտ գրի գնամ էլի։ Լսի, դու տես մտածում ես թե լեյտենանտ Թումանյանի ձեռից մի հատ ակտով պրծարու գնացին, հա։ Դե բա ուրիշ ինչ։ Լսի։ Սպասես գալիս։ Նան, ենոքի էշը բերեցինք դարպասի մոտը, հետո։ Հիմի այս տղեկի հետ գնացեք են մեր գրքերից մի քանիսը վերցրեք, տարեք դրեք էշի վրա։ Այնան ջան, գրքերը ինչի տանենք տնենք էշի վրա։ Ես գահակն ես, լավ ջինսա, այսօր եմ առել, քո վրայով էլ հաստատ կլնի, դե լավ, բարով մաշես, որ հասնես տեղ ակտը կմուծես, բարի ճանապարհ։ Շնորհակալ եմ, պարոն լեյտենանտ։ Սենց բաներ էլ այն։ Դրեք, դրեք։ Այնան, դրեցինք հետո։ Հիմի մի լավ նայեք այդ էշին։ Նայեցինք հետո, էշա էլի, սովորական էշ։ Նան ջան, լավ նայեցինք, հետո։ Հետո այդ գրքերը վերցրեք, ցախը դրեք էշի վրա, մի լավ նայեք ու եկեք։ Եղավ, էդ էլ կանենք։ Արջում էլ չպնդես, գիշերներ չենք հանդիպելու։ Ցերեկն է որ հանդիպում ենք, ոչ մի բան չի ասում, ցերեկները կհանդիպենք, լավ։ Լավ։ Կզանգեմ։ Լավ, էշը տանտեղը գիտի, կգնա ենոքի տուն։ Եկեք։ Շոշ, եկեք։ Հիմի ինձ ասեք, այդ էշը եփ էր ավելի խելոք, գրքերը բարձածվաղ, թե ցախը։ Էշը, ինչ կապ ունի վրան ինչա բարձած։ Հա, ճիշտ է։ Էշը։ Գիրք բարձած էշն էլա էշ, ցախ բարձածն էլ։ Բա դուք էդ որտեղից գիտեք, որ գյուղը բանկով է զարգանում։
Արկուտն ու մորեխը մեզ քիչ էին, մեր էս կարթացածները։